Ուզում ենք իմանալ ձեր կարծիքով արտագաղթը Հայաստանում աճել է։ Երևի աճել է, չգիտեմ։ Իսկ մեր իշխանությունները ինչ որ նպաստավոր քայլեր անում են, որ երիտասարդները մնան այստեղ աշխատեն, ոչ թե գնան այլ երկրներ։ Ոչ մի նորմալ քայլ չեն անում, ընդհակառակը նենց են անում, որ բոլորը փախնեն Հայաստանից։ Իսկ ինչպիսի քայլեր կուզենայիք տեսնել իրենց կողմից, որպիսի այսպես չլիներ, ինչ վատ արարքներ են անում, որ մարդիկ թողնում ու գնում են Հայաստանից։ Ես դեռ այս 8 տարվա մեջ ոչ մի լավ քայլ չեմ տեսել իշխանության կողմից, մենակ ընկած ընդդիմադիրների հետևից անընդհատ ձերբակալություններ, խուզարկություններ, խայտառակ իրավիճակ է Հայաստանում։ Իսկ ինչ կոչ կանեք իրենց։ Իրենք իհարկե իմ կոչին չեն լսի, բայց կցանկանայի, որ այս բեսպրեդելը, այս բարդակը վերանար։ Այսօր էլի լսեցի, որ բանակում ունենք զո, ջահել զինվորին, 6 ամսվա ծառայող զինվորին նենց են ծեծել, հասցրել ինքնասպանության։ Էս է մեր ներկայիս իրավիճակը, ահա որը։ Իսկ ինչ կուզեիք փոխվեր Հայաստանում։ Դե լուրջ փոփոխություններ են պետք Հայաստանում։ Ինչ ասեմ, ահա որը։ Ինչից սկսած, ինչ փոփոխություններ։ Դե ինչ փոփոխություն, ամեն բնակավարում փոփոխություն է պետք։ Թե գյուղատնտեսությունում, թե ամեն ինչում, բոլոր բնակավարներում խայտառակ իրավիճակ է։ Ինչ է կարծում, Հայաստանում արտագաղթը աճել է։ Հայաստանից դե ես տենց ինֆորմացիա չունեմ, ինչու եմ զգում, ապրի ասեմ, աճել են, չի աճել։ Իսկ մեր իշխանությունները ինչ որ նպաստավոր պայմաններ ստեղծում են երիտասարդների համար, որպեսզի այստեղ մնան, որ չգնան այլ երկրներում աշխատեն։ Այնքան էլ չէ։ Իսկ ինչ կոչ ունեք իրենց, ինչ անեն, որ մարդիկ չգնան, չթողնեն իրենց երկիրը։ Աշխատատեղ ստեղծեն, ջահելության համար պայմաններ ստեղծեն եւ իրանց ռեսուրսները ծախսեն ավելի ճիշտ տեղերը։ Թեկուզ տրանսպորտի հետ կապված։ Մի հատ կայարան ունենք, որ կիսակառույց դրած քանի տարի է, տասնյակ տարիներ դրած է։ Եվ ոչինչ չեն անում։ Մենք չենք այս վիճակում։ Այսինքն իրենք հակառակն են անում, ոչ մի լավ բան չեն անում, այլ հակառակը անում են սխալներ ինչ որ։ Բանով, հա, չի ասել, որ հակառակ բան են անում, այ կարող է եւ տենց լինի, չգիտեմ։ Ինչ կոչ ունեք երիտասարդներին, ինչպես նաև իշխանությանը, ինչ կարելի է անել, որ արտագաղթ բացարձապես չլինի։ Բարելավել աշխատատեղերը, աշխատավարձները, առաջնահերթ նպաստները բավական լավ են, հաջակցում են, որպեսզի մեր մամաները շատանան քանակով, շատ էական է դա։ Երկրորդը իհարկե գյուղերում անպայման ստեղծել բարենպաստ պայմաններ, որպեսզի երիտասարդությունը վերադառնա, չեմ ասում մենակ, որտեղ գյուղերը սարսափելի վիճակում են, աշխատատեղեր ստեղծել, զբաղմունք, կաֆեներ, ակումբներ։ Շատ լավ ճիշտ նկատեցիք, որովհետև հիմնականում արտագաղթողները լինում են գյուղերից, այստեղ ավելի հիմնականում այդքան էլ չէ։ Այսինքն աշխատատեղեր ստեղծել գյուղերում, որպեսզի հետաքրքրություն, ոչ միայն բարենպաստ աշխատատեղեր, աշխատավարձ, այլ զբաղմունք երիտասարդների համար։ Հիմա ես մտածում եմ, ես երիտասարդ չեմ, բայց գտամ այդ գյուղում լավ մի քիչ, բայց եթե մարդը մի քիչ աշխուժ է, երիտասարդները առավել եւս, ուրեմն պետք է նաեւ գիտեք, այսքան գեղեցիկ բաներ տեսնելու չգնալ դրա հետևից, ուրեմն դա պետք է գոնե չափավոր ստեղծել տեղում։ Ինչ է կարծում, Հայաստանում արտագաղթը աճել է։ Անպայման։ Իսկ իշխանությունները ինչ որ բարենպաստ պայմաններ չեն ստեղծում։ Ամեն ինչով նպաստում են ավելացմանը։ Իսկ ինչ կոչ ունեք իրենց։ Ում։ Իշխանությունների։ Ինչ իշխանություն։ Մեր Ինքնակամ իրանց իշխանություն հայտարարածներին թողնեն ռադել են, ճամփեն բացադր։ Իսկ ինչ է կարծում իշխանությունները ինչ քայլեր պետք է Նախ եւ առաջ հիմար բաներ չանեն, մի տարվա մեջ 2 հատ սեփականատիրոջ ունեցված գողանալով չստեղծեն ոչ ինվեստիցիոն բան իրավիճակ։ Վաղ միսորով է գալու այս երկրում ինվեստիցիա տնի։ Ով։ Եվ ինչի համար, եւ ինչ հույսով, եւ ինչ բանով։ Ինչ է կարծում, Հայաստանում արտագաղթը վերջին տարիներին աճել է։ Դե ես ինչ իմանամ։ Ասում են, որ այո, աճել է, բայց ներգաղթն են
օտար երկրներից բավականին շատ են։ Կարծում իշխանությունները ինչ որ բարենպաստ պայմաններ ստեղծում են երիտասարդների համար, որպեսզի մնան այստեղ, չգնան այլ երկրներում աշխատեն։ Չեմ տեսնում նման բան։ Հակառակն է, հակառակը Բալիկ ջան։ Հայաստանում արտագաղթը աճել է։ Արտագաղթը։ Չէ, ինձ թվում է ներգաղթն է ավելի շուտ։ Իսկ մեր իշխանությունները բարենպաստ պայմաններ ստեղծում են, որպեսզի հայերը մնան այստեղ։ Ինձ թվում է, այո։ Արտագաղթի թիվը Հայաստանում աճել է։ Չի սրում։ Իսկ ինչ է կարծում իշխանությունները ինչ սխալներ են թույլ տալիս, որպեսզի արտագաղթը ոչ լուծված համարվի։ Այսինքն բավարար պայմաններ ստեղծում են, որ երիտասարդները մնան Հայաստանում աշխատեն։ Իսկում լրիվ պայմաններ ստեղծում է։ Այս կառավարությունը հիանալի է։ Կարող է շատերը չեն հասկանում, բայց ինչ մենք տեսել ենք եւ համեմատում ենք, համեմատել չի լինի։ Այս ընտիր այդ մարդը Նիկոլ Փաշինյանը ընտիր դիրքը դրել է։ Եվ այս քամ տուրիստ ռուսերեն ասում երբ է եղել Հայաստանում, չի եղել երբեք։ Ամեն ինչը տեղի։ Թոշակառուներին ամեն ինչ անում է լավ։ Ձրի վիրահատում, ես էլ եմ գնալու վիրահատման։ Ամեն ինչը, էլ ինչ կարող եմ ես ասում։ Իշխանությունները ինչ որ նպաստավոր բան անում են, որ մնան երիտասարդները աշխատեն այստեղ։ Ես մտածում եմ եւ մեծ ապագա պիտի լինի, это точно։ Ես չեմ կասկածում ոչ մեր но не президент он, да, Փաշինյանը, я в нем совершенно не сомневаюсь, с первого Арачурваниц, он очень порядочный человек, и кехтен лицом, кому что нужно. А я считаю, что я սկզբից մինչև վերջ այդպես համոզված եմ դրա մեջ։ Ոչ մի կասկած չունեմ եւ գիտեմ, որ ավելի լավ կլինի։ Դուք չեք տեսնում վերջերս արդեն գնալով ավելի տեմպ է հավաքում դա։ А то пирожки он кушает там еще на чем-то. Какое ваше дело? Уже за жену взялись, почему они разошлись? Энքան այդ կանոջ գլխին ու բան իրանց կեղտում ծերեցին, որ надо было что-то делать. Это ելքեր, это в общем Մարդիկ երբեք չեն խելոքանա մանկուց, որտեղ ես ասում եմ էլի դպրոցը պետք է մանկապարտեզը խելքի բերել, եթե ծնողները չեն կարող երեխաներին գոնե այնտեղից ստանան այդ կուլտուրան։ Չկա այնտեղ էլ какие-то бабки сидят, кофе пьют, ну и что? Дай Бог, чтобы хорошо было։ Ես շատ եմ ուզում, շատ եմ երազում եւ լավ կլինի։ Առանց կասկածի, ոչ մի անգամ, առաջի օրվանից։ Մենք իմանանք Հայաստանում արտագաղթը աճել է։ Ինձ թվում է ոչ։ Նորմալ ամեն։ Իսկ մեր իշխանությունները նպաստավոր քայլեր անում են, որպեսզի երիտասարդները մնան, այստեղ աշխատեն, ոչ թե գնան այլ երկրներ։ Իհարկե մեծ գործ են անում, շատ ճիշտ են անում։ Ես գոհ եմ այդ կառավարությունից։ Իսկ ինչ որ ուղերձ ունեք կառավարությանը։ Դες կոռուպցիան վերջացնի всё։ Ինչ կամ ալիգարխներ կա, որ ճիշտ են ասում, պետք է վերացնի, որ լրիվ արդեն երկիրը լինի։ Ես ինքս էլ դուրս եմ եկել, նայում եմ, որ արդեն որ հիմա նորմալ է, ուզում եմ նորից վերադառնամ Հայաստան։